Կապանի ես մասը շատ սիրուն է։ Հա։ Քայլել է։ Ես սովորության համաձայն արագ եմ քայլել։ Կեղծ լրագրող բանը որ արհեստական բանականության բան են անը հրապարակել են, չէ՞։ Բոլորը նույնիսկ ABC մեդիայի լրագրողը որ կա Աննա, չէ՞, Աննային էլ արհեստական բանականությամբ ստացել է։ Կարծում եմ ABC մեդիան էլ երկում տարած որպես կեղծ ներկայացում։ Պայքար Կեղծիքով ես չգիտեմ ով է դա արել, բայց ակնհայտ է որ կեղծիք նայում ես, բայց մարդկանց մոլորության մեջ գցելու համար է։ Մենք անպայման հայտարարությունով էլ հանդես գանք անում ենք ու մեր ժողովուրդն էլ իմանա, որ դա բացարձակ կեղծիք է։ Կեղծիք են տարածել իբր մենք իշխանությանն ենք միանալու, չգիտեմ, ձայներն ենք տալու, սա բացարձակ կեղծիք է։ Ամենակեղտոտ քարոզչությունը որ անում է, կեղտոտ քարոզչությունը։ Տեխնոլոգիական մանիպուլյացիաներ են դրանք բոլորը։ Եվ հատուկ տեսել ժողովրդի վրա ոնց են ասում, ոչ միայն վախացնելով մարդկանց, ամեն մեկը վախերով, այլ նաև այդ կեղտոտ հակաքարոզչություն, որ մեր դեմ հիմա անում են, կեղտոտ, շատ բարձ չի գտնում այդ ասի։ Ասենք ունես բաներ ա գրած, որ մենք երբեք այդ տեսանյութի մեջ երբեք նման բան ոչ միայն մեր էության մեջ չկա, երբեք նման բան չենք էլ ախր անգամ որևէ տեղ չի եղել եւ ես հույս ունեմ, որ մեր քաղաքացիները նաեւ ուշադիր կլինեն ու այդ կեղծ նաեւ տեսանյութերը կտարբերեն, որովհետեւ ու նաեւ կհասկանան, որ դա մեզ չի կարող վերաբերելի լինել ոչ մի ձև։ Մեր քաղաքական պայքարի անկյունակարին է, այսինքն մենք բացառելու այս իշխանությանը հեռացնելու համար ոտքի են կանգնել, որ պետությունը պատասխանատվություն վերցնի։ Իսկ սրանով ասենք տրամագծորեն հակառակն է։ Ու ժողովուրդն է մեր, որտեվ ժողովուրդը ասենք շատ չի հասկանում, որն արհեստական բանականություն, որն է բան, նայում է օրինակ Արման Տաթևյանի դեմքով ինչ-որ խոսույթ է գրել։ Պետք է այդ կեղծ սպիտակով դերքումներ տարածել։ Այսինքն այդ ABC բանի մեդիայի լրագրողը այդ աղջիկը, որ լրագրողը որ ներկայացնում է նախ M1-ի լոգոյի տակ, Աննան է։ Ու արհեստական բանականության կերպարը ստեղծել։ Շատ պարկեշտ լրագրող մեր գործընկեր, բայց օրինակ իրանք էլ պետք է տարածեն, որ դա ապատեղեկատվություն է։ ABC մեդիան էլ պիտի տարածի, որտեղ իրանց գործընկերոջներն են բանանում։ Նույն վիճակի մեջ գցին։ Էջը փաստորեն նոր բացված էջ, միակ վիդեոներ էջի եւ միացած խոհազի։ Ոչ միայն դա չի, ոչ միայն դա է, էլի կան էջեր, որոնք մեր դեմ հիմա ակնհայտ տեսնելով այդ բարև ձեզ ժողովուրդ ջան։ Բարի օր։ Հա, կարող ենք, ինչի՞ չէ, որ մարդկանց դրա համար էի ասում, այն մայթով գնանք, որ մարդկանց դիմացից մարդիկ կա, ոչ հետևական է։ Հա, միանշանակ էլի էջեր կան, մեզ երբ որ զգացին, որ արդեն տեսնում են, որ ակնհայտ եւ անցողիկ է շեմը եւ մարդկանց աջակցությունը եւ մեր գնալով մեր վարկանիշը բարձրացնում է, պարոն Անանյան, գնալով մեր վարկանիշը ասում են, որ տեսան բարձանում է եւ մարդկանց վերաբերմունքը մեր նկատմամբ մի անգամից կեղտոտ հակաքարոզչությունը սկսեցին։ Ու մենակ սա չի, էլի կան էջեր։ Մենք դրանք բոլորը հիմա հավաքագրել ենք, որ տարածենք անպայման։ Որ մարդիկ տեսնեն, դրանք fake կեղծիքներ են ընդհանրապես։ Ժողովրդին պիտի կոչանենք, որ զգոնել են։ Կեղծիկը տարբեր է իրականությունից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Մեր ծրագրից տանք ձեզ կծանոթանանք, շնորհակալություն։ Մեր ծրագրից փոխանցենք ձեզ, շնորհակալություն։ Սա ժողովրդին բարևելով գնա։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Բարև ձեզ։ Ողջույն։ Մեր ծրագրից փոխանցենք ձեզ։ Ներս ոտում մնաց։ Բարև ձեզ։ Անցեք, ուրախ ենք տեսնելու համար ձեզ մեր ծնից։ Ողջույն։ Մենք այդտեղ ունենք հատկապես օրինակ
վարորդներին, տաքսու վարորդների, դուք վարորդների համար հա շատ կարևոր ծրագրեր, որոնք վերաբերում են սկսած բալային համակարգից, մինչև ճանապարհային երթևեկության կանոններում այնպիսի փոփոխություններ, որ մարդկանց համար էլ վերցվեց այդ տուգանը մոլությունը, որ կա, որ իրականում նպատակը լինի իրոք անվտանգությունը, այլ ոչ թե մարդկանց տուգանելը, ոչ թե պատժելը, այլ իրոք անվտանգությունը։ Շնորհակալություն։ Լավ է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ։ Միշտ ասած ես ձեզ շատ եմ սիրում ընդունում։ Ձեզ աջակցում եք իմացար կալպանը գալու եկել եմ, Պատեոսյանը գիտի մենք մի թիմ ենք։ Հա, շնորհակալություն շատ։ Ապրելու եք։ Շատ Անպայման, հա։ Շնորհակալություն։ Սրանուն ինչ։ Հայ։ Հա, հայ ջան։ Մասնակցությամբ բժիշկ եմ, տապանցի եմ, Երևանում եմ, բայց իմացա եկա, որ ձեզ հաջողություն Մերսի հայ ջան։ Տեսեք, մենք բժիշկների հետ կապված արագ ասեմ, շատ կարևոր ծրագիր ունենք, որ նախ պետք է վերաբերի բժիշկներին այդ վարչարարության գործից ավելորդ աշխատանքներից ազատելը, որ ժամանակի կորուստ է իզուր, եւ նաեւ բյուրոկրատական քաշքշուկներից ազատելը, վարձատրության ճիշտ մեխանիզմ, այդ անհատական լիցենզավորման բարդ ու ոչ թափանցիկ վերացնելը։ Ու նաեւ որ բժիշկները մասնակցեն առողջապահական քաղաքականության իրականացմանը։ Գիտեմ, արդեն շատ ողջունել է դրա համար նաեւ սատարում։ Շնորհակալություն։ Լավ է, լավ է։ Ծրագրից էլ ձեզ տանք։ Տեսա։ Հայտնի բժիշկա։ Հա։ Արտաշատի, հա։ Բարև ձեզ։